Պարոն Մանուկյան, դուք ձեր ելույթում անդրադարձաք տենդերների մրցույթների հետ կապված հարցին, որտեղ ձեր ուսումնասիրությամբ պարզում եք, որ իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ փոխկապակցված անձերն են այդ տենդերները շահում։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս հարցին պատասխանելիս նշում են, որ դե բայց մրցույթ է, ամեն ինչ թափանցիկ է եւ ով այդ չափանիշներին համապատասխանում է, նա էլ շահում է։ Տեսեք, եթե նույն ընկերությունը կատարում է մի աշխատանք շատ վատ որակի, փոխանակ հայտնվի սև ցուցակում եւ ընդհանրապես իրեն թույլ չտան մասնակցելու պետական տենդերների, հաջորդ մրցույթն է շահում, հաջորդն էլ է թերանում, դրանից հետո երրորդն է թերանում, դրանից հետո ավելի մեծ գումար, մոտ 1 միլիարդ դրամի գումարի նորից տենդեր է շահում, ստե բնական հարց է ծագում, եթե ձեր ընկերությունը չի, ձեր հետ կապ չունի, ոնց է ստացվում, որ նա չի հայտնում սև ցուցակում, այլ ստացվում է տենդեր շահողների առաջամարտիկը եւ այդ ընկերությունները շատ ուղիղ, այսինքն ընկերության տնօրենը ԿՊ-ական իրենց համամասնական ցուցակում գնում է, հերքելու տեղ էլ չունի, որ իրանց հետ կապ չունի, կամ ընդունենք հաղթանակի 40-ամյակի վերանորոգող ընկերությունը, որ այսօր գնում ես լացդ գալիս է, այսինքն դա նման չի վերանորոգված այգու, խորհրդային տարիներին ինչ կառուցվել էր, մենակ այդ այրում, այդ ընկերությունը դրանից հետո շահում է երկրորդը, երրորդը եւ չորրորդը, բայց պարզ տրամաբանությունը եւ առողջ մտածելակերպը քեզ հստակ ասում է, որ ոչ, այդ ընկերությունը պիտի հայտնվի սև ցուցակում եւ ընդհանրապես այդ կյանքում չկարողանա ոչ մի մրցույթի մասնակցել։ Կամ մեկ այլ ուրիշ օրինակ բերեմ, հայտարարում են մրցույթի տրամաբանությամբ պատկերացրեք, ասում են, այս շենքը պիտի կառուցես կամ այս մանկապարտեզը։ Իրենք հաշվում են, որ շինարարը պիտի 10% էլ եկամուտ ունենա, շահույթ ունենա, որպեսզի ավարտի։ Մեկ էլ բացում են, տեսնում են 30% ինչ որ մեկը ցածր գին է հայտարարում ու տալիս են մրցույթը դրան, հետո դա կիսատ է թողնում։ Այդ փողերը մսխվում են, այդ խայտարակ վիճակ ու շարունակվում է այս process-ը անդադար։ Սա իշխանության թողատվության ներքո է տեղի ունենում եւ ինչպես պետք է վերահսկվի այս մեխանիզմի կասեցվի, այսպես ասած։ Տեսեք, քանի այս իշխանությունը կա, որովհետև Երևանի քաղաքապետարանը արտոնյալ կարգավիճակում է գտնվում, նրա նկատմամբ ոչ մի կառույց դուխ չի անում մոտիկ գա, պատճառներից մեկն էլ այն է, որ այս շրջիկ թափառախմբի մասովկեն ապահովում է Երևանի քաղաքապետարանը իր աշխատակիցներով, այսինքն բերում են ցույց են տալիս, որ ինչ-որ կեղծ հավատացյալների խմբակ կա, որ պտտվում է, դրանից ելնելով իրանք տենց շատ անպատժելի կարգավիճակ ունեն, այսինքն այս մարդիկ ամեն ինչ անում են, թքած ունեն եւ իրանք ոչ ստուգող կա, ոչ է պատժող կա, եթե լինի ստուգող ու պատժող, իրանք ստապ կլինեն ու այդ բոլորը տեղի չի ունենա։ Այսինքն ով պետք է լինի այդ բռնող ձեռքը, պարոն Մանուկյան։ Դա գլխավոր դատախազությունը կլինի ՊՎԾ-ն, կլինի ԱԱԾ-ն, ինչքան այդ C-ով կառույց կա, բոլորը գան, ասեն, ոնց է ստացվում։ Բայց չեն գալիս փաստորեն։ Այդ միանշանակ չեն գալիս, այդ դա կոչվում է հովանավորչություն, դա կոչվում է կոռուպցիա։ Կոռուպցիան հենց դա է։ Եթե մեկը ասի, գիտեք ինչ կա, կոռուպցիան դա այն է, որ սպիտակ եւ սև թելերով կարված տենց չի։ Ամեն մի կոռուպցիոն գործարք ունի իր յուրահատուկ դրսևորումը։ Սա քաղաքական կամքի բացակայության հարց է։ Քաղաքական հովանավորչության հարց է։ Այսինքն կամքի համար ոչինչ պետք չի, ուղղակի պիտի ասես բոլորն օրենքի առաջ հավասար են ու վերջ, ավարտվի այդքանով։ Իսկ այս պարագայում հովանավորչություն է գնում, շատ ուղիղ հովանավորչություն։